Ահազանգեր կան, որ Սիսիանի համայնքապետարանում գրանցված աշխատակիցների ընտրատեղամասերը փոխվել են Փաշինյանի օգտին քվեարկությունը ավելի վերահսկելի դարձնելու նպատակով։ Իշխանություն լրատվականի տեղեկություններով Սիսիանի համայնքապետարանի ենթակա կառույցների, մասնավորապես կոմունալ բաժնի աշխատակիցներին զգուշացվել է պետք է քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին, հակառակ դեպքում աշխատավայրում խնդիրներ կունենան։ Կոմունալ բաժնի պետ Դավիթ Մարգարյանը 43 աշխատակցի ընտրատեղամասը Սիսիանից տեղափոխել է Լոր գյուղ, որտեղ հանձնաժողովի նախագահը հենց ինքն է։ Լրագրող Լիա Սարգսյանը զանգահարել է այն աշխատակիցներին, որոնց տեղամասերը փոխվել են։ Տիկին Անահիտ ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Անահիտ, դուք տեղյակ եք, որ Սիսիանից ձեր ընտրատեղամասը տեղափոխվել է Լոր գյուղ։ Չէ, նոր եմ տեղեկանում։ Հա, ձեզ չէին տեղեկացրել։ Դեռ ոչ։ Հա, բայց գիտեիք ամեն դեպքում, որ այդպես է լինելու։ Այո, Կոմունալ բաժնի պետը ասել էր ամեն դեպքում, որ պիտի այդպես լինի։ Շնորհակալ եմ տեղեկացնելու համար։ Բայց ձեզ հարմար կլինի տեղափոխվել Լոր գյուղ, թե այնուամենայնիվ։ Խնդիր չի, կգնամ։ Հա, հանուն Նիկոլ Փաշինյանի կգնաք։ Իհարկե։ Հասկանալի է։ Բարև ձեզ, տիկին Նորվար ջան, ինչպես եք։ Լավ եք դուք։ Լավ ջանս, դուք տեղյակ եք, որ ձեր ընտրատեղամասը փոխվել է։ Ինչա։ Դուք տեղյակ եք, որ ձեր ընտրատեղամասը փոխվել է։ Որտե՞ղ։ Դուք Սիսիանում չեք ընտրելու արդեն, Լոր գյուղում եք ընտրելու, գիտեիք։ Գիտեմ, ազի ջան, գիտեմ, Հա, գիտեմ։ ասել են, որ պիտի Փաշինյանին ընտրեք։ Հա, գիտեք, մենք գիտենք։ Ահա։ Տիկին Հերմինե ջան, բարև ձեզ։ Բարև։ Ձեր տեղամասը փոխվել է, Լոր գյուղում եք ընտրելու։ Հա, Սիսիանը գյուղերը, ես գյուղերը որ չեմ կարող հիշեմ։ Հա, իսկ ինչու եք տեղափոխվել Լոր գյուղ։ Դե միասին ենք որոշման մեր գործընկերները տեղ ենք ընտրում։ Տիկին Ռիտա ջան, ձեր ընտրատեղամասը Լոր գյուղ է տեղափոխվել, տեղյակ եք։ Այո։ Ահա, իսկ ինչու եք տեղափոխել։ Չեմ կարող ասել։ Հա, դուք չտեղյակ չէիք։ Տեղյակ եմ։ Հա, դե Սիսիանի բնակիչ եք, դրա համար եմ հարցնում։ Հա։ Տիկին Ծովինար ջան, բարև ձեզ։ Նկատել ենք, որ ձեր ընտրատեղամասը փոխվել է։ Դուք Սիսիանում էիք ընտրում, բայց հիմա տեղափոխվել է Լոր գյուղ։ Ահա։ Դուք տեղյակ եք, չէ։ Այո, մենք տեղյակ ենք, դա իմ ցանկությունն է։